Ինչու հետաձգվեց Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման միջնորդության դատական նիստը։ Մեծ դատական համակարգից հասած բացառիկ տեղեկությունների համաձայն դատավոր Վահե Դոլմազյանի նախաձեռնությամբ է դատական նիստը հետաձգվել։ Մասնավորապես դատավոր Դոլմազյանը 9 ժամ տևած քննությունից հետո դիմել է նիստին ներկա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչներին եւ գործարար Սամվել Կարապետյանի փաստաբաններին ու ասել, որ ինքնազգացողությունը լավ չի եւ նիստը լավ կլինի հետաձգել։ Դատական նիստին ներկա կողմերը նկատել են, որ դատավորը լավ չի զգում ու բավականին հոգնած է։ Ուստի համաձայնել են նիստը հետաձգել։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, նա 120 օր է ինչ կալանքի տակ է եւ գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ազգային բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Նշենք, որ կալանքի ժամկետի ավարտից 2 օր անց նախաքննական մարմինը Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխեց։ Ավելացվել են քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը։ Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը։ Գործարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը 9 ժամ տևած քննությունից հետո նիստը հետաձգվեց եւ կշարունակվի այսօր ժամը 15:00-ին։